Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի հուլիս ամսվա տարրո կանխատեսումը ջրհոս նշանի համար։ Սիրելի ընկերներ, հինգական քարտով նայելու ենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորն իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում և տարբեր դրսևորումներով։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Իհարկե ոչ միայն տարրո կանխատեսում, կարող եք դիմել նաև ծննդյան քարտեզի որոշման հետ կապված, մեկնաբանության հետ կապված, առաջիկա տարում փոփոխությունները հորոսկոպով պայմանավորված եւ այլն։ Այսպիսով, սիրելի ջրհոսներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ բանի հաջողությամբ ավարտով։ Թե ինչը հաջողությամբ կավարտվի ձեր կյանքում, ամեն մեկը մի ձևով կզգաք, բայց սա կարող է պայմանավորված լինել ընտանիքում ինչ-որ առիթ լինի, հավաքվեք ընտանիքով, տոնեք, հնարավոր է նոր տեղափոխություն, նոր բնակության վայր, անշարժ գույքի գնում կամ վաճառում, կամ զուտ ընտանեկան քարտ է, գուցե ընտանիքի անդամի կյանքում ինչ-որ հաջողություն լինի եւ այսպիսով այն տոնեք։ Որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է ցուլ, կույս կամ այծեղջյուր, ինչ-որ կերպ դեր կունենա ձեր կյանքում այս տղամարդը, նա կարող է լինել թե ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, թե կարող է լինել նաև նոր ծանոթություն։ Այսպիսով, ինչ-որ դեր է ունենալու այս տղամարդը ձեր կյանքում, ինչ-որ պլաններ կապված այս ամսվա հետ, ձեր պլանավորածով չի գնա, անսպասելի փոփոխություններ կլինեն, հնարավոր է անսպասելի իրավիճակներ ստեղծվի ձեր կյանքում այս ամսվա ընթացքում, այնպես որ զգույշ եղեք։ Իհարկե, այս քարտը կարող է խոսել ամենաթեթև, ամենապրիմիտիվ ինչ-որ խանգարումների մասին եւ կարող է ավելի լուրջ իրավիճակներ ստեղծել։ Այսինքն ինչ-որ բան անսպասելի իրավիճակ կարող է ստեղծվել, այնպես որ զգույշ եղեք, էլեկտրականության հետ եղեք շատ զգույշ։ Կամ գուցե օրինակ պլանավորում եք գնալ ինչ-որ խանութ, ինչ-որ բան գնել, մեկ էլ հասնեք խանութ ու տեսնեք, որ մոռացել եք դրամապանակը տանը, սա ամենաթեթև առումով է համարվում, բայց ավելի լուրջ առումներով հնարավոր է ավելի խորը, ինչ-որ հարցեր լինեն, անսպասելի իրավիճակներ, այնպես որ շատ զգույշ եղեք։ Որևէ իրավիճակ կստեղծվի ձեր կյանքում, որտեղ պետք է սպասեք, ձեզ համար անորոշ կլինի, ինչքան էլ որ ցանկանաք շուտ իրավիճակը բացվի, որպեսզի հասկանաք ինչ եք անելու, դա չի լինի, քանի որ ձեզնից ժամանակահատված կպահանջի։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված, առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 10-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է թողնելու, այստեղ շատերը նորություն են ստանալու, շատերն էլ գնալու են արտերկիր հանգստանալու կամ ուղղակի հեռու ճանապարհ են գնալու։ Նման ինչ-որ հարցեր կլինեն եւ կլինի նորալուսին ամսի 24-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կթողնի, այս ժամանակահատվածում ինչ-որ նոր բացահայտումներ են լինելու ձեր կյանքում, կամ ձեր ինտուիցիան որևէ հարցում ձեզ շատ օգնելու է։ Բացահայտում է համարվում նաև հղիության լուր իմանալը։ Այսքանը սիրելի ջրհոսներ կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։